Գաղտնիքների գիրք, Սամուրայները Ամերիկայում, Fair Warning, 2025 թվականի դեկտեմբերի 19։ Սյոգունի սամուրայի Ամերիկայում գտնվելու պատմությունը սկսվում է 1868 թվականին, նախքան իր նախապապի միանալը Բոշինի պատերազմին։ Կազմակերպվեց 3 երիտասարդ սամուրայների անցումը Կոմոդոր Պերիի հետ, քանի որ նրանք կայսեր ժառանգներն էին Ճապոնիայի լեգենդի մաս էին կազմում։ Սա նախազգուշական միջոց էր, քանի որ Ճապոնիայում սամուրայների միջ պատերազմը ազդում է ամբողջ սերնդի նրանց ընտանիքների բոլոր անդամների վրա։ Սա բացատրում են, թե ինչպես է Սյոգուն սամուրայը գտնվում Ամերիկայում, որի նպատակը ուշադրություն հրավիրելը չէ այն բանի վրա, թե ինչու եմ ես այստեղ։ Ի տարբերություն այս աշխարհում ծնված շատերի, սամուրայների ծննդյան ավանդույթները ներառում են անցյալի պարտականություններ, մեր ընտանիքը ճանաչվում է որպես ամենահին գրանցված տոհմածառը։ Ինձ վրա փոխանցված պարտականությունները պատկանում են իմ մեծ նախնու, Ջիմմու Տեննոյին, Ճապոնիայի առաջին կայսրին, որի կյանքը ղեկավարում էր Յատագարասուն, իմ պարտականությունն է իրականացնել ընտանիքի լեգենդը։ Պարտականությունն է մարդկությանը տեղեկացնել իր վախճանի մասին, պահանջում է ներկայացնել այն, ինչ բոլորը պետք է իմանան դրա սկսվելուց առաջ։ Իմ ժառանգության բանավոր պատմությունը կազմվել ներկայացվել է ուսումնական ծրագրով, որը ներկայացնում է վարկածը, օգտագործելով ճանաչված հղումներ, որոնք յուրաքանչյուրը կարող է վերանայել հաստատել։ Հիպոթեզը ներկայացվում է 16 լեզուներով, կոչվում է «Գաղտնիքների գիրք»։ Այն ներկայացում է, որը ներկայացնում է պատմության գիտության հղումներից ստացված ապացույցները, ներկայացնում է գրավոր խոսքի եզրակացությունները, որոնք նկարագրում են երկիրը, երկինքները, որոնք փոխարինվում են նոր երկնքով, նոր երկրով։ Հետազոտության եզրակացությունները հաստատում են, որ երկնքում հայտնված օբյեկտը, 3 Էլաս գիսաստղը, նշանավորում է 2025 թվականի վերջի սկիզբը։ Այն առաջացել է 2014-ն 271 գիսաստղի պատճառով, որը 2031 թվականին կբարձրանա երկնային հարթությունից վեր, Սատուրնից այն կողմ, գումարած կամ հանած 1 ով։ Հետյալ իրադարձությունների հաջորդականությունը կազդի մարդկության վրա, կհանգեցնի նրա վախճանին։ Գաղտնիքների գիրքը ներառում է հին անցյալից մի լուծում, որը յուրաքանչյուրը կարող է օգտագործել, վերացնելու մահվան պահանջը, նրանց հաջողության ապացույցը կարելի է տեսնել նրանց ձեռքի ափի մեջ։ Գաղտնիքների գիրքը նոր բաժանորդների համար առաջարկում է հատուկ առաջարկ, ուղիղ հեռարձակմանը մուտք գործելու հնարավորությամբ ներառում է 1-ին, 2-րդ, 3-րդ սերիաները, բոնուս սերիայով, աստվածաշնչյան լուծումը, որը ներառում է լուսանկարներ ստուգելու դրանց ճակատագիրը հաստատելու համար նախատեսված ծրագիր։ Ինչ սպասել, ինչ է դա լինելու, բաժանորդագրվեք կամ մասնակցեք, դուք կսովորեք, կիմանաք, կհասկանաք։ Կամ կարող եք մեր աշխատակիցներին սուրճ հյուրասիրել։